Ատամի իմպլանտի, հոլիվուդյան վինիրների ու ստոմատոլոգիական թանկարժեք այլ ծառայություններից օգտվելը Հայաստան գալու հետ համատեղող Սփյուռքի մեր հայրենակիցներին ավելացել են նաև այստեղ քթի ու էսթետիկ այլ վիրահատություններ անող ռուսաստանցիները։ Վիճակագրություն թվեր երկիրը չունի, բայց որ առողջապահական ոլորտը սկսել է արտասահմանից եկողներին էլ սպասարկել, փաստ է։ Սեզոն չկա, հյուրանոցում գոնե մեկ վիրակապով կեն, որ այցելու չլինի։ Համար ամրագրելիս ճշտումներ անողները շատացել են, նկատում են երևանյան հյուրանոցներում։ Հարցնում են արդյոք ունենք հարմարեցված սենյակներ եւ բացատրում են, որ գալիս են որևիցե բուժման նպատակով, կամ օրինակ մենք կարողանում ենք տեսնել մեր հյուրերին, արդեն տեսնում ենք, որ վիրահատությունից հետո որոշակի օրինակ քթի վիրակապերով են եւ այլն։ Բժշկական ծառայության համար Հայաստան այցելող արտասահմանցիների եւ թիվն է ավելացել եւ աշխարհագրությունը արձանագրում են նաեւ туриզմի կոմիտեից։ Վերջին շրջանում գալիս են նաև արաբական երկրներից, այն մարդիկ, որոնք ապրում եւ աշխատում են այդ երկրներում, սակայն օրինակ ֆիլիպինցիները, հնդիկները, բայց այդ երկրներում չունեն պետական ապահովագրություն եւ օրինակ ատամնաբուժության կամ այլ բժշկական ծառայություններ ստանալու համար կամ վիրահատական որևէ միջամտության համար գալիս են Հայաստան։ Առողջապահական մեր ծառայությունների բարձր որակն ու եվրոպական ամերիկյան սակագների համեմատ մատչելի արժեքները պետք է օգտագործել Հայաստանը աշխարհին նաև որպես բժշկական туриզմի երկիր ներկայացնելու համար որոշել են կոմիտեում ու հիվանդանոցներին, հյուրանոցներին, տուրօպերատորներին ու ապահովագրական ընկերություններին մեկտեղող համաժողով նախաձեռնել։ Այս առումով մեծ պոտենցիալ ունեն, գաղափարը ողջունեց էկոնոմիկայի նախարարը։ Բժշկական զբոսաշրջությունը թերևս ամենահետաքրքիրն է, որովհետև մեկ միավոր, այսպես անվանենք, զբոսաշրջիկների մեջ սովորաբար ամենաշատ ծախսող զբոսաշրջիկներից մեկը, եթե ոչ ամենաշատ ծախսողը հենց բժշկական զբոսաշրջությամբ երկիր եկողն է։ Բժշկական туриզմը գումարներ կբերի երկիր, կլինիկաները լրացուցիչ ֆինանսներ կունենան լավագույն մասնագետներին վճարելու ու սարքավորումների պարբերական թարմացման համար, ինչից կշահեն նաև մեր հիվանդները համոզված են առողջապահական համակարգում։ Այո, ծառայություններ ունենք, որով կարող ենք այցելուներ ներգրավել արտասահմանից, հպարտ է նախարար Ավանեսյանը։ Պլաստիկ վիրահաբուժությունը, ատամնաբուժական ծառայությունները, նաև վերարտադրողական օժանդակ ծառայությունները եւ ելի մի շարք ծառայություններ ունենք, որոնք որ իսկապես առանձնանում են եւ կարող են հետաքրքրություն իրենցից ներկայացնել այլ երկրներից ժամանած մեր ինչպես սփյուռքահայերի, այնպես էլ օտարերկրացի քաղաքացիների համար։ Բժշկական туриզմը համակարգված ռելսերի վրա դնելու նպատակով туриզմի կոմիտեն առաջիկայում կդիմի արտգործնախարարությանը միջնորդելու այստեղ բուժման եկող նույն Ֆիլիպինների, Հնդկաստանի ու մեր հետ պարզեցված վիզային ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիների համար մեղմացնել մուտքի թույլտվությունը։ Մեկ այլ քայլով կփորձեն այնպես անել հյուրեր ունենանք վճարովի լավ ապահովագրություն, բայց հիվանդանոցներում մեծ հերթեր ունեցող երկրներից։ Եթե անհրաժեշտ է լինում սրտի վիրահատություն եւ օրինակ իրենց ապահովագրությամբ եւ իրենց երկրում այդ ծառայությունը հնարավոր է լինում ստանալ 2-3 ամիս հետո, բայց նրանք հասկանում են, որ դա անհապաղ է, երկրներ կան, որ այո, միջպետական պայմանագրեր ունեն այլ երկրների հետ եւ պատվիրակում են այդ ծառայությունները այլ երկրներին։ Իսկ ինչու Հայաստանը, որը ունի այդ ներուժը, չի կարող դառնալ այդ երկրներից մեկը, որտեղ գան եւ ստանան համապատասխան բուժում։ Համաժողովում հայտարարեցին Հայաստանը բժշկական туриզմի մարքեթինգային արշավ է սկսում արտասահմանում։ Ներկայացվող տեսանյութում առաջարկներ են ատամնաբուժությունից մինչև գանգոսկրային բարդ իմպլանտացիա ու հանքային տաք աղբյուրներ։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։